Ողջույն ընկերներ, այսօր պատրաստելու ենք կնունքի համար նախատեսված այսպիսի գեղեցիկ տորտ մեր ընտանիքի գեղեցկուհիների համար և փորձենք պատրաստել միասին։ Նշեմ, որ սա մեծ պատասխանատվություն էր ինձ համար և իհարկե կար որոշ բարդություններ աշխատանքի ընթացքում։ Գնանք պատրաստելու միասին և իհարկե ընթացիկ կխոսենք իմ նշած բարդությունների մասին։ Խմորի շերտերը նախօրոք պատրաստել էի։ Այստեղ չափերը վերցնում եմ, որպեսզի հետագայում ամրացնեմ վաֆլեթի թեղները ձևավորման համար։ Նշեմ, որ բիսկվիթը 24 սվից է, 2 շերտով եմ պատրաստել, բաժանել 4 մասի, միջուկը բանան է, խտացած կաթով և կարագով կրեմ։ Ընդհանուր տորթի ձևավորման համար կօգտագործենք սեյուցք և խտացրած կաթ։ Եվ նշածս բարդություններից մեկը այն էր, որ տորթը այնքան էլ հավասարաչափ չէր և հիմա կրեմի հաստ շերտով պիտի փորձեմ հնարավորինս հարթեցնել։ Մինչ այստեղ տորթը փորձում եմ գեղեցիկ հարդարել, ուղղացնել, պատմեմ նաև հաջորդիվ բարդությունների մասին։ Եվ այսպես բարդություններից մեկը այն էր, որ ես որոշել էի ձևավորել վաֆլեթի թեղներով, որի հետ ընդհանրապես փորձ չունեի աշխատելու։ Պետք է նշեմ, որ բավականին նուրբ մոտեցում էր պահանջում և իհարկե մի փոքր հմտություն։ Բայց ես բնականաբար չհանձնվեցի, մի քանի փորձից հետո վերջապես հաջողվեց, ստացվեց, այստեղ որ ուշադիր տեսնեք, այնքան էլ հարթ չէ, այնքան էլ լավ չի ստացվել, բայց մի քանի փորձից հետո վերջապես ինձ հաջողվում է հասնել իմ ցանկալի արդյունքին։ Այն մարդիկ, ովքեր նույնպես տեղյակ չեն, թե ինչպես է կատարվում այսպիսի աշխատանքը, նշեմ, որ վաֆլիները մեկը մյուսին ամրանում են ջրի օգնությամբ, կամ վրձինով եք ջուրը նուրբ շատ քիչ քանակությամբ քսում, կամ որևէ հարմար ցողիչով, օրինակ ինչպիսին ես եմ օգտագործում այստեղ, միայն թե ջուրը շատ չլինի, չափի մեջ պիտի զգաք դուք այնքան, որ վաֆլիները թրջվելուց շատ չհալվեն, այսպես ասեմ։ Իհարկե կոկիկ և լավ աշխատանք, հավասարաչափ աշխատանք ստանալու համար բնականաբար պետք է ճիշտ չափերը պահպանել, այստեղ ինչպես տեսնում եք ես կանոնով եմ աշխատում, որպեսզի նույնիսկ 1 միլիմետր մեկը մյուսին չզիջի և գեղեցիկ հավասարաչափ ստանանք մեր տորթիկը։ Եվ ևս մեկ անգամ նշեմ, որ այսպիսի տորթիկ առաջին անգամ էի պատրաստում և այն մարդիկ, ովքեր շատ ավելին գիտեն, կխնդրեի, որպեսզի խիստ չքննադատեն, քանի որ այստեղ նույնիսկ հավաքելիս կարելի էր շատ ավելի հեշտ ճանապարհ գտնել, այսինքն ոչ թե գտնել, կա այդպիսի լուծում, նախ չափերը վերցնում ես, կտրտում պատրաստում ես, տակի թիթեղը, այնուհետև այս մանր կտրված վաֆլեթի թեղները հավաքում ես և այդ ամենը արվում է գեղեցիկ սեղանի վրա դրված և իհարկե ավարտելուց հետո նոր ամրացնում ես տորթի վրա։ Ես իհարկե իմ գործը բարդացրեցի, ինչպես տեսնում եք, այսպես հատիկ-հատիկ հավաքելով, բայց ասեմ, որ այդպիսի 100%-անոց փորձ չկա, որ պիտի վրան չհավաքվի, դա երևի թե կախված է ամեն մարդ իրեն ինչպես հարմար է, ինչպես է կարողանում ճիշտ աշխատել, ինձ մոտ այսպես ստացվեց, սակայն երկրորդ անգամ, որ պատրաստեմ, միանշանակ կպատրաստեմ սեղանի վրա գեղեցիկ, կդասավորեմ նոր կամրացնեմ խմորեղենիս վրա։ Հիմնական աշխատանքը ավարտված է, մեզ մնում է միայն այս ավելնորդ երկար հատվածները կտրել այն չափի, որը մեզ անհրաժեշտ է, մի փոքր տորթից բարձր է մեզ մոտ։ Վրան ձևավորման համար ավելացրել եմ մոխրագույն փայլեր։ Ձևավորման համար կօգտագործենք ուլունքներ արծաթագույն և բաց կաթնագույն թեթև փայլով և նաև կօգտագործենք մեր տարոսիկներից մեկ նմուշ
որը շատ գեղեցիկ կլրացնի մեր տորթիկի թեման, կարծում եմ, եւ շուտով արդեն կտեսնենք վերջնական արդյունքը։ Կատարում ենք մեր վերջին գործողությունները եւ մեր տորթիկը պատրաստ է։ Կարծում եմ շատ նուրբ եւ գեղեցիկ է ստացվել, նաեւ շատ կարեւոր է ձեր կարծիքը անպայման գրեք։ Հիշեցնեմ, որպեսզի չմոռանաք բաժանորդագրվել եւ հավանել մեր էջը։ Իսկ ես չմոռանամ մաղթել բոլորի ընտանիքներին սեր եւ ջերմություն, մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք շուտով։